Սա ԵԽՎ-ն։ Այո։ Քանի տարի ենք մենք արդեն ԵԽՎ անդամ։ Ես եւ դու։ Չէ, Ես դու 7 տարի։ Հա։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը Արդեն 25-րդ տարին կլրանա։ Իդեպ դու նկատել ես, սա Հայաստանի Հանրապետության նվերն է։ Ոչ միայն նկատել եմ, այլ նաև գիտեմ։ Նաև գիտես, շատ լավ Ռումինյան, եւ երևի թե եզակի նվերներից է, որ տեսանելի է բոլոր անդամներին եւ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովը սա դիտարկում է նաև որպես Հայաստանի Հանրապետության նաև մշակութային ներդրում Եվրոպայի խորհրդին, բայց ի վերջո Եվրոպայի խորհուրդը ինչ ներդրում ունեցավ Հայաստանի պատմության գործընթացի 25 տարի ընթացքում։ Դե ես կարծում եմ անհերքելի է ԵԽՎ-ի դերը Հայաստանի ժողովրդավարության հարցում։ Իհարկե հիմա կարող է տարբեր մարդիկ, տարբեր երկրներում ասեն, որ դերը Եվրոպայի խորհրդի կամ ԵԽՎ-ի փոքրացել է, բայց ակնհայտ է, որ այն ամենավատ տարիներին, երբ որ Հայաստանը բարիս բուն իմաստով լիքներ իրական քաղբանտարկյալներով, երբ որ փողոցներում օրինակ մարտի 1-ին մարդկանց խաղացուցարարներին սպանում էին, ըստ երևույթին ԵԽԽՎ-ն այդ ամենաբարձր ձայնն էր եւ շատ քաղբանտարկյալների, բռնաճնշվածների վերջին հույսն էր։ Եվ ես կարծում եմ այն ժամանակվա իշխանությունները, եթե մեկի, այսպես ասենք, մեկի արձագանքին մի քիչ ուշադրություն դարձնում էին, դա ԵԽՎ-ն էր եւ դա նույնպես զսպիչ դեր էր կատարում։ Բայց Եվրոպայի խորհուրդը մենակ ԵԽՎ-ն չի։ Մենք ունենք նաև մարդու իրավունքների եվրոպական դատարան, մենք ունենք նախարարների կոմիտե, մենք ունենք տեղական մարմինների խորհուրդ, Council of Regional Authorities եւ այլն։ Հիմա ընդհանրապես Եվրոպայի խորհրդում մեր անդամակցությունը ինչ մեզ տվեց։ Դե հարց տվել ես պատասխանում։ Չէ, ես պիտի պատասխանեմ հարց։ Ժորժան, ամենակարևոր ներդրումը իմ կարծիքով Եվրոպայի խորհուրդը տվեց մեզ, դա այն էր, որ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողացավ իրական դատական պաշտպանություն ստանալ ոչ միայն ներպետականացիաներում, այլ նաև համաեվրոպական մակարդակով։ Համաձայն եմ։ Մենք գնացինք առաջ։